Կամուրջ քաղաքացիական նախաձեռնությունն ու համահայկական հասարակական դաշինքը համագործակցության հուշագիր են ստորագրում։ Հայաստանի և Սփյուռքի ներուժի համախմբում ազգային շահերի պաշտպանություն, պետական կառույցների հետ համակարգված երկխոսություն, նորաստեղծ քաղաքացիական դաշինքի նպատակներն են։ Համահայկական հասարակական դաշինքը մեկնարկից շատ չանցած արդեն քննարկումների շարք է սկսել եւ մենք հանձնառու ենք ընդլայնելու շրջանակները բոլոր այն կառույցները, որոնք ունեն հստակ քաղաքացիական դիրքորոշում եւ կիսում են 6 հիմնարար սկզբունքները դաշինքի, ինչպես նաեւ հռչակագրի հիմնական դրույթներն են ընդունում, դա բավարար է, որ մենք համագործակցենք եւ միասնական ճակատով փորձենք ձևավորել քաղաքացիական հանրություն ըստ էության, որտեղ առաջին հերթին տեղ կունենան փորձագիտական միտքը, հաշվի առնելով համահայկական հասարակական դաշինքի կապերը, որոնք դուք արդեն իսկ ձևավորել եք մեր մեծարգո Սփյուռքի ներկայացուցիչների հետ, այո, անհրաժեշտ եմ համարում, որ եւս մեկ շատ կարևորագույն կամուրջ, իսկ ձեր դեպքում կամուրջներ, միանգամից ընդգծեմ, ստանան ինստիտուցիոնալ բնույթ։ Փորձագիտական վերլուծական մտքից ու գաղափարներից գործնական քայլեր։ Հուշագրով սահմանվում է համահայկական հասարակական դաշինքի ու կամուրջ քաղաքացիական նախաձեռնության համագործակցության շրջանակը։ Այս հուշագիրը նպաստելու է նրան, որպեսզի ավելի ամուր կամուրջներ կառուցվեն հայաստանյան հասարակության միջև, տարբեր խավերի, մեր Սփյուռքի հայրենակիցների միջև եւ այդ կամուրջները լինելու են ամուր, հաստատուն, կենսունակ եւ նպաստելու են մեր երկրի բարօրությանը եւ մեր պետության շահին են ծառայելու։ Կամուրջ քաղաքացիական նախաձեռնությունը հանդիսանում է առաջարկ Հայաստանի այդ մեծ համահայկական կոնցեպտի մի մասը, մասնիկը եւ կրկնեմ եւս մեկ անգամ, մեզ համար շատ կարեւոր է, որ այդ գլոբալ գաղափարը սկսած առաջարկ Հայաստանից եւ մեջի ենթա այդ բլոկերը, որոնք վերաբերում են օրինակ երաշխավորված խաղաղությանը, որոնք վերաբերվում են օրինակ Նոյան Տապանի գաղափարին, իրենք շատ լայն արձագանք են ստանում հասարակության մեջ եւ հեղինակավոր կազմակերպությունների։ Եվ երբ որ այստեղ տեսնում ենք համահայկական հասարակական դաշինքի ակնհայտ հետաքրքրություն այն process-ների հետ, որոնք գեներացնում է կամուրջը, ինքը իհարկե բերում է մի շատ կարևոր եզրակացության, որ այո, մենք խիստ կարիք ունենք կամուրջներ ձևավորել ոչ միայն հենց Հայաստանի ներսում, այլ նաև օրինակ Սփյուռքի։ Նոր հարթակի շնորհիվ ժողովրդի ու պետական հասարակական ինստիտուտների միջև կստեղծվի կամուրջ։ Մարդկանց ձայնը լսելի կդառնա պետական կառույցների համար։ Ձևավորվում է մի միջավայր, որտեղ սահմանվելու են ազգային ու պետական առաջնահերթությունները։ Արթուր Հակոբյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։